ինչ կլինի, եթե երեխան միս չուտի եւ ինչու է շատ կարեւոր միսը ներմուծել երեխայի սննդակարգ։ Միսը, ինչպես նշեցինք, պարունակում է հեմ երկաթ, որը ոչ մի այլ մթերքում հնարավոր չէ գտնել։ Միսը, որպես այդպեսին, անփոխարինելի է երեխայի սննդակարգում։ Եթե երեխան չի ստանում այդ երկաթը, երեխայի մոտ կարող է սկսվել անեմիա եւ երկաթի պակաս, ինչը իր հերթին կարող է բերել սակավարենության, ինչպես նշեցիք, ցածր հեմոգլոբինի, ինչը արդեն իր հերթին ազդում է երեխայի զարգացման, աճի եւ քաշի հավաքման խնդիրների վրա։ Նաեւ ուզում եմ նշել, որ երեխաները հաճախ հրաժարվում են մսից, որովհետև իրանք ուղղակի ալարում են ծամեն միսը, որովհետև միսը բավականին դժվար է ծամել, իսկ քանի որ երեխան դեռ նոր է սկսում, հա, այդ ծամելու process-ը, իր համար մի փոքր դա ավելի դժվար է։ Դրա համար ես մայրիկներին սկզբնական շրջանում խորհուրդ եմ տալիս կամ շատ մանր կտրատված լինի միսը կամ կոլոլակի կոտլետի տեսքով լինի, որպեսզի երեխան հեշտությամբ այն ծամի։